կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր նոյեմբերի 21-ն է արդեն, քանի որ լույսերը անջատել են, բայց մենք որոշեցինք շտապ հաղորդում անել, սիրելի հայրենակիցներ, դրա համար հեռախոսով եմ ձայնագրում այսօրվա մեր հաղորդումը։ Կարծում եմ շատ կարևոր հարցեր կան քննարկելու եւ ոչ միայն Հայաստանի շուրջ, այլ աշխարհում տեղի ունեցողի շուրջ եւ դրանք միասին կապ ունեն միանշանակ միմյանց հետ կապված են, նաև մեկնաբանություն կար մեր ալիքի տակ, որ հիմա եթե Ուկրաինայի հարցով վատ արդյունքներ լինեն, այսինքն Ուկրաինային կապիտուլյացիա պարտադրեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա մեր տարածաշրջանը եւս կանցնի Ռուսաստանի Դաշնության ազդեցության տակ։ Այս հարցին մանրամասն փորձեմ անդրադառնալ եւ ասեմ իմ մոտեցումները։ Չնայած որ լույսերը տևեցին, բայց այնուամենայնիվ երևի այսպես շարունակենք, այսպես շարունակենք այսօրվա մեր հաղորդումը, որը միանշանակ շատ ցածր չպետք է որ լինի։ Ուրեմն, սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանը հիմա այցելեց Ղազախստան, գիտեք, շատ կարևոր այց է, եւ մենք տեսանք, որ Տոկաևը ոսկե արծիվ շքանշանով պարգևատարեց Նիկոլ Փաշինյանին, ամենաբարձր շքանշանն է դա, ամենաբարձր պարգևն է դա Ղազախստանում, դրանից բացի հայտարարություն եղավ, որ Ղազախստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ կստորագրվի։ Այսինքն Հայաստանը եւ Ղազախստանը դառնում են ռազմավարական գործընկերներ։ Անկեղծ ասած չէի լսել, որոնց փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Ղազախստանի եւ Հայաստանի միջև, բայց շատ տրամաբանական է։ Ամենայն անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ շատ տրամաբանական է այս փաստաթղթի ստորագրումը, հաշվի առնելով այն, որ հիմա արդեն կարգավորվում են հարաբերությունները Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ փորձ է արվում կարգավորել հարաբերությունները եւ թրիփն է գործելու։ Ամենակարևորը թրիփն է գործելու։ Եվ Ղազախստանը արդեն իսկ հայտարարում է, որ ինքը ունի շատ մեծ հետաքրքրություններ, որպիսի Ադրբեջանով, այսինքն Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով գնա դեպի թուրքական շուկա, շատ ճանապարհը կարճ կլինի, ինչպես նաև թուրքական նավահանգիստ։ Միանշանակ Ղազախստանի համար շատ ձեռնտու ճանապարհ լինելու այս ճանապարհը։ Եվ դրա համար Ղազախստանը խորացնում է հիմա Հայաստանի հետ հարաբերությունները, հասնելով ռազմավարական հարաբերությունների։ Դրանից բացի, ինչպես դուք արդեն նաև նկատեցիք, ես հատուկ եմ այս հարցին անդրադառնում, սիրելի հայրենակիցներ, որ միջին արևելքը եւս, միջին արևելքի երկրները նույնպես խորացնում են իրենց հարաբերությունները ում հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Շատ լուրջ հանդիպում էր 2-3 շաբաթ առաջ Դոնալդ Թրամփի հետ, միանգամից մի քանի երկրների ղեկավարներով գնացել էին հանդիպման Դոնալդ Թրամփի հետ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղըզստան, Թուրքմենստան, այդ բոլոր երկրները ունեն մեծ շահեր եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի ահռելի շահեր այդ տարածաշրջանում եւ դրա հետ մեկտեղ Հայաստանում, Ադրբեջանում, նաեւ Վրաստանում, Թուրքիայում եւ այսպես մինչեւ Իսրայել եւ այդպես շարունակ։ Նաեւ արաբական երկրների հետ, Սիրիայի հետ, այսինքն բավականին հետաքրքիր գլոբալ մի մեծ քարտեզ է գծվում, բայց այստեղ ամենակարևորը այն է, որ հիմա մենք ունենք Ուկրաինայի շուրջ շատ հետաքրքիր իրադարձություններ, են տեղի ունենում 28 թե 26 կետանոց, կարծեմ 28 էր, պայմանավորվածություններ են պարտադրվում փաստացի Ուկրաինային, որին որ մեծ հաշվով դեմ է, չի կարող դեմ չլինել Զելենսկին, բայց կարող է եւ ստիպված լինել ընդունել այդ որոշումը։ Թրամփի եւ Պուտինի որոշումը, համատեղ որոշումը Ուկրաինայի մասով։ Մեկ անգամ չէ որ խոսել եմ այս հարցից, ավելի շատ մանրամասներ են ի հայտ գալիս, ավելի ու ավելի շատ մանրամասներ։ Փաստացի այդ պայմանավորվածություններով Ուկրաինան պարտություն է կրելու, բայց այդ պարտությունը վաճառելու են, կարելի ասել, եվրոպացիների վրա, այս ձև, որ
Ռուսաստանը երբեք չի հարձակվի Եվրոպայի վրա, եվրոպական երկրների վրա, եւ ահա դրա դիմաց եվրոպական երկրները պետք է հաշտվեն Ուկրաինայի պարտության հետ։ Փորձում եմ իրերը կոչել իրենց անուններով, հնարավոր է Զելենսկին չհամաձայնվի, հնարավոր է Ուկրաինան պարտություն չկրի, հնարավոր է պատերազմը շարունակվի եւ շատ մեծ է դրա հավանականությունը։ Սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտադրում են այսպիսի մի ծրագիր, որով որ Դոնբասը գրաված մնում է Ռուսաստանի ձեռքերում, Զոպորոժյան է մնում եւ ելի մի քանի շրջաններ մնում են Ռուսաստանի ձեռքերում, որոնք որ Ռուսաստանը կարողացել է գրավել Ուկրաինայից, դրանից բացի Ուկրաինան 3 անգամ առնվազն կրճատում էր զինված ուժերը, չի ունենալու իրավունք ունենալ որոշ զինատեսակներ, խաղապահներ չեն տեղակայվելու այնտեղ, որևիցե զորք չի տեղակայվելու, հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից, ռուսերենը հռչակում է պաշտոնական լեզու եւ ռուս ուղղափառ եկեղեցուն տալիս են հատուկ կարգավիճակ։ Այդ երկու վերջինը կարծում եմ դրա համար են թողել, որ բանակցեն, որ ռուսական լեզուն եւ ռուսական եկեղեցին, եթե ցանկանան, հանեն, արագ հանեն այդ ցուցակից, այսինքն բանակցել ինչ-որ միտեղ լինի։ Բայց փաստացի այդ փաստաթղթով Ուկրաինան կկրի շատ դաժան պարտություն, նաև պետք է հրաժարվի Ղրիմից։ Ղրիմը պետք է ամբողջ աշխարհը ճանաչի Ռուսաստանի մաս։ Կրկնեմ, կգնա սրան Ուկրաինան թե չէ, մենք կտեսնենք մոտակա օրերս միանշանակ 100%-ով վստահեցնում եմ ձեզ, որ Զելենսկին չի ցանկանում այդ փաստաթղթը կնքել, ընդունել, դա նաև իր համար անձնական ողբերգություն կլինի իր քաղաքական կարիերայի ավարտ, ոչ միայն քաղաքական կարիերայի, կարելի ասել ինչ-որ միտեղ կյանքի համար շատ վտանգավոր պահ կստեղծվի իր կյանքի համար, ես այդպես եմ տեսնում ամեն ինչ, բայց հնարավոր է Զելենսկին ստիպեն եւ այդ փաստաթղթը ստիպված լինի Զելենսկին ընդունել, հակառակ պարագայում ավելի վատ իրականության առջև կարող է նա հայտնվել։ Ես հիմնականում լավատեսական սցենարներից եմ խոսում, բայց Ուկրաինայի մասով այնինչ հիմա պարտադրում է Թրամփը Ուկրաինային, այստեղ ոչ մի լավատեսություն չկա։ Եվ շատերը հարցնում են ինձ, թե բայց ինչ կլինի Հարավային Կովկասի ճակատագիրը, ինչ կլինի Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։ Եթե այդպիսի մեծ ահռելի զիջումներ է կատարում Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հաշվին, մոռացա մի կետ ավելացնել, որ ուղղակի ներդրում են խոստանում Ուկրաինային $200 միլիարդ, բայց այդ ներդրումը Թրամփը էլի էր խոստանում, կարծես հազվագյուտ մետաղների ժամանակ, երբ այդ պայմանագիրն էր ստորագրվում։ Ինչ կլինի Հարավային Կովկասի հետ, ասեմ իմ կարծիքը, որը նաև միջայլոց համընկավ արհեստական բանականության կարծիքի հետ, գրող նոր արհեստական բանականությունը, որը որ թողարկել է Իլոն Մասկը, այդ ծրագիրը հանկիստ խոսում է քաղաքական հարցերի շուրջ, ասում է, որ ես որևիցե խնդիր չունեմ, եթե մյուսները չեն պատասխանում, ես կպատասխանեմ, ես էլ փորձեցի մի քանի հարց ուղղել վերլուծական բնույթի եւ իր կարծիքը համընկավ, միանշանակ համընկավ իմ կարծիքի հետ։ Այսինքն ոչ թե իր կարծիքն եմ հիմա այսպես մատուցելու սերելի հայրենակիցներ, այլ ամենայն անկեղծությամբ իմ մոտեցումն էլ նույնն է, որ Հայաստանի մասով եւ Ադրբեջանի, այսինքն Հարավային Կովկասի մասով իրավիճակը մի փոքր այլ է։ Այն փաստաթուղթը, որը որ կնքվեց Վաշինգտոնում եւ կնքվեց հենց օգոստոսի 8-ին, այն օրը խորհրդանշանական եւ երբ որ Վրաստանի վրա Ռուսաստանի Դաշնությունը հարձակվեց 2008 թվականին, այդ նույն օրն էր, օգոստոսի 8-ն էր, եւ օգոստոսի 8-ը հիմա Հարավային Կովկասի համար դառնում է մի այլ կարևորության օր, որով որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լուրջ ձևով մուտք են գործում մեր տարածաշրջան, Հարավային Կովկաս։ Եվ ես գրեթե համոզված եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի հրաժարվելու իր ծրագրից եւ դրա վառ ապացույցն է նաեւ Թրամփը ամեն տեղ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ում հետ էլ հանդիպելիս լինի, միշտ խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի մասին, ասում է, որ այդ հարաբերությունները ինքն է կարգավորել, Պուտինը նույնիսկ զարմացած է, ինչ որ չի կարողացել անել Պուտինը ինքն է արել։
եւ պատահական չէ, որ Թրամփի երթուղի են անվանում այդ ծրագիրը, պատահական չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 50-ից 100 տարով ուզում է մուտք գործել տարածաշրջան եւ այդ ճանապարհը վերահսկելու է փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգներն է վերահսկելու ճիշտ է Հայաստանի օրենքներին համապատասխան։ Պատահական չէ նաեւ այն, որ Nvidia-ի 500 միլիոնանոց ներդրում է տեղի ունենալու Հայաստան եւ լիցենզիան եթե տվել են այդ ներդրման համար, ապա միանշանակ սերելի հայրենակիցներ այդ գաղտնիք պարունակող տեխնոլոգիաները երբ որ տեղափոխվում են Հայաստան, ոչ ոք Ռուսաստանին ոչինչ չի տալու։ Դրանից բացի Միջին Արևելքում եւս շատ մեծ ծրագրեր կան Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ղազախստանից էլ գիտեք մետաղներ հատուկ մետաղներ են արտահանելու վոլֆրամ հազվագյուտ մետաղները գնալու են այդ ճանապարհով կոնկրետ թրիփով դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս ծրագրի մաս է կազմում նաև Թուրքիան, ստիպված է կազմելու այդ ծրագրի մեծ ծրագրի մաս եւ այստեղ բավականին մեծ հաղթանակ է տանում Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ գոտի ստեղծելով փաստացի ճանապարհ Չինաստանով մինչև Եվրոպա, մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հնդկաստանով մինչև Եվրոպա, մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներ միջերկրական ծովով։ Ես այս ձև եմ տեսնում այն ամենը ինչ տեղի ունեցավ եւ պետք է ասեմ, որ ուղղակի երբ որ Ռուսաստանը զբաղված էր ռուս-ուկրաինական պատերազմով, իր դիրքերը թուլացան Հարավային Կովկասում։ Դա ուներ մի քանի պատճառ, հիմնական պատճառներից մեկը Արցախի շուրջ տեղի ունեցածն էր, երբ որ հայերին խաբելով փաստացի դուրս հանեցին Արցախից, դա առաջին մեծ աշխարհաքաղաքական սխալն էր Ռուսաստանի, նաև ցանկությունը տիրանալ Զանգեզուրի միջանցքին, ինչպես իրենք են ասում, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, եւ դրա փոխարեն իրենք ստացան հիմա թրիփը, որով որ իրենք կրկին դուրս մղվեցին։ Այսինքն Ռուսաստանը կարող է օգտվել այդ ճանապարհից, նորմալ օգտվել, իմիջայլոց այդ պայմանավորվածությունների մեջ 20 քանի կետանոց կա նաև մի կետ, որով որ Ռուսաստանի Դաշնության վրայից համում են բոլոր պատժամիջոցները, այսինքն Ռուսաստանը լրիվ կօգտվի, հանգիստ կօգտվի այդ ճանապարհով, բայց վերահսկել չի կարողանա։ Վերահսկելու է Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ փաստացի ինչ է դուրս գալիս Ուկրաինայի շուրջ տեղի ունեցած այս երկար պատերազմով 3 տարուց ավել է այս պատերազմը շարունակվում է դուրս եկավ այն որ Հարավային Կովկասը ըստ իմ գնահատականների շատ մեծ է հավանականություն, արի 100%-ով չխոսենք, որ Ռուսաստանի Դաշնությունը կորցրեց իր վերահսկողությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ Իրանը ավելի վերահսկելի կդառնա Հարավային Կովկասից Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Դրանից բացի Միջին Արևելքը եւ մեծ հզոր երկրներ են, պատկերացրեք Ղազախստանը, Ուզբեկստանը բավականին մեծ տնտեսություններ են, Ղազախստանին ավելի գիտեք ահռելի մեծ տնտեսություն է, մեծ ահռելի տարածքներ եւ այդ հազվագյուտ գմետաղները կան, նավթ կա, գազ կա, այսինքն շատ հարուստ երկիր է, չնայած որ մի մասն էլ մեծ անապատ է, բայց այնուամենայնիվ շատ հարուստ երկիր է եւ ոչ միայն Ղազախստանը։ Այդ բոլոր երկրները փաստացի անցնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության տակ։ Մոլդովայի ճակատագրին ծանոթ եք, այն պետք է դառնա Եվրամիության մաս, դժվար թե թույլ տան Ուկրաինայից հետո հարձակվել Մոլդովայի վրա, չեմ կարծում, այսինքն հետ խորհրդային երկրներում փաստացի լուրջ պարտություն է կրում Ռուսաստանի Դաշնությունը, հետ է քաշվելու հետ խորհրդային երկրներից նրա ազդեցությունը իր կայսերական մոտեցումները պետք է որ փլուզվեն այս կետի վրա, բայց Ուկրաինայում կարող է եւ Ռուսաստանը ստանա առավելագույնը, տան Ուկրաինայում Ռուսաստանին առավելագույնը, բայց Ուկրաինան չի կորցնելու միանշանակ իր ինքնիշխանությունը, պահպանելու է իր ինքնիշխանությունը, ուղղակի այդ գրաված տարածքները տալու են Ռուսաստանի Դաշնությանը
եւ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը կթուլանա, սիրելի հայրենակիցներ, կթուլանա հարավային Կովկասում եւ հետխորհրդային երկրներում։ Սա է իմ մոտեցումը եւ համոզումը։ Շարունակենք։ Ու հետաքրքիրը գիտեք որն է։ Ռուսաստանում արդեն հասկանում են դա։ Այնպես չէ, որ Ռուսաստանը ցանկանում է դուրս գալ հարավային Կովկասից, բայց ստիպված է լինելու։ Երեք Սախարովան կրկին վայրահաչել էր Հայաստանի վրա եւ շատ ավելի կոպիտ ձևով էր վայրահաչել, ասում էր այնինչ անում էր Եվրամիությունը Վրաստանում, գրանտեր, ֆինանսական ներդրումներ, վերջում փորձեց հպատակեցնել քաղաքացիական սեկտորը, ամեն ինչ նույնն է անում նաև Հայաստանում, Հայաստանից սարքում են Մոլդովա, Ուկրաինա, հակառուսական տրամադրություններ, քարոզչական միջոցներ, հայ ժողովրդին թշնամացնում են ռուս ժողովրդի հետ, բարեկամ ժողովուրդներին եւ այդպես շարունակ շատ երկար խոսում էր, համեմատություն տանելով նաև Ուկրաինայի հետ, Զելենսկու քաղաքականության հետ, ասելով որ տեսակ ինչ եղավ Ուկրաինայի հետ, ամեն ինչ Ուկրաինայում փլուզվեց, եւ այդպիսի շատ սպառնալից հայտարարությամբ երեք հանդես եկել Սախարովան։ Բայց կրկնեմ, սա Ռուսաստանի անզորությունից է։ Միգուցե Ռուսաստանը հիմա կարծում է, որ կարող է Ուկրաինայից հետո իր հայացքը տեղափոխել դեպի հարավային Կովկաս, կարող է մենք չկարողանանք դիմակայել, ոչ մենք, ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը, բայց միանշանակ ես կարծում եմ, որ այստեղ Թրամփը ինչքան էլ անխատեսելի լինի, ինչքան էլ դիրքորոշումներ հաճախ փոփոխող լինի, իր տարած հաղթանակը դժվար թե տա Վլադիմիր Պուտինին։ Եվ այստեղ իրենք բախվելու են արդեն կոնկրետ Թրամփի ամբիցիաների հետ, Թրամփի փառասիրության հետ, հակառակ պարագայում Թրամփը այլևս չի կարողանալու պարծենալ, թե ինչ ձեռքբերում է ունեցել հարավային Կովկասում եւ որ այդ ճանապարհը անվանվել է իր անվամբ։ Եվ դրա համար ես համոզված եմ, սիրելի հայրենակիցներ, որ հարավային Կովկասում ամենայն դեպս լավատեսեմ լրիվ այլ սցենար կլինի, բայց Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, այդ հայտարարությունից չի համաձայնվելու, փորձելու է մի փոքր շարունակել իր հիբրիդային պատերազմը, բայց երբ որ արդեն շատ չոր եւ կոշտ դիմակայության կարժանան Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, կոնկրետ Դոնալդ Թրամփի կողմից, ես չեմ բացառում, որ նաև հիմա այս բանակցային գործընթացի ժամանակ նույնպես իրեն հասկացնեն, որ հեռում են հարավային Կովկասից, համագործակցիր, առևտուր արա, տնտեսական հարաբերություններդ, ինչու՞ չէ, խորացու, եթե կարող ես, բայց քաղաքականապես դու ոչ մի ազդեցություն չպետք է ունենաս հարավային Կովկասում։ Ես կարծում եմ դա հասկացնել կտան միանշանակ տարբեր ձևերով, կարող է մեղմ այս պահին, բայց հետո շատ ավելի կոշտ հասկացնել կտան Ռուսաստանի Դաշնությանը, սիրելի հայրենակիցներ, ես գրեթե այդ ամենի մեջ համոզված եմ, հույսով եմ իմ լավատեսությունը անպայման կարդարանա։ Հակառակ պարագայում մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանա հավասարը հավասարին համագործակցել մեր երկրների հետ, հարավային Կովկասի երկրների հետ, եւ անպայման այնտեղ պետք է իրենց վասալ իշխանություն, թե Հայաստանում, թե Վրաստանում, թե Ադրբեջանում, ամենուր, որպեսզի իրենք կարողանան ղեկավարել եւ նաեւ բաժանել ու տիրել։ Չեմ բացառում, որ նոր կոնֆլիկտ առաջանա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, շատ հեշտ է դա առաջացնել, շատ հեշտ է։ Գիտեք, այդ կոնֆլիկտը արդեն պատրաստի կա, ուղղակի պետք է կրկին կրակի վրա բենզին լցնել եւ բենզին էլ չէ, կարող է նույնիսկ մի փոքր քամի տաս եւ այդ կրակը միանգամից էլի կբռնկի։ Այսպես եմ ես տեսնում, սիրելի հայրենակիցներ, այնինչ տեղի կարող է ունենալ մեր շուրջ։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։